Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ, գործակալության տաղավարում այսօր հյուրընկալել ենք տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Onex ընկերության համահիմնադիր Էդուարդ Մուսայելյանին։ Պարոն Մուսայելյանի հետ անդրադառնալու ենք Silicon Mountains 2025-ին, ինչ է սպասվում այս տարի ֆորումի մասնակիցներին եւ ինչ հարցեր է քննարկվելու։ Պարոն Մուսայելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Թվայնացումը, արհեստական բանականությունը եւ առհասարակ տեխնոլոգիական աշխարհը վերջին տարիներին շատ մեծ զարգացում է ապրում եւ մեր կյանքը առանց այդ զարգացումների կարելի ասել չենք կարող պատկերացնել։ Իսկ այս ֆորումը 2019 թվականին իր շուրջն է հավաքում կարելի ասել ոլորտի առաջատարներին ամբողջ աշխարհից եւ Հայաստանից։ Ինչպես ստեղծվեց ֆորումի գաղափարը եւ ինչ ճանապարհ է անցել այս տարիներին ֆորումը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Silicon Mountains-ը կարելի ասել մեզ համար պարզապես մի միջոցառում չի, այն փիլիսոփայություն է, ինչպիսին ենք մենք պատկերացնում մեր երկիրը ապագայում։ Երկար ենք մտածել նաև անվան հետ կապված, թե ինչ անվանումը ավելի ճիշտ կբնութագրեր մեր միջոցառումը, եւ կարծում եմ մենք շատ ճիշտ թիրախային անուն ենք գտել, քանի որ Silicon Mountains-ը նաև իրանով համախմբում է, ինչպես նշեցիք, տարբեր միջազգային գիգանտներին, տեխնոլոգիական առաջնորդներին Հայաստանից, պետական գործիչներին, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին։ Եվ մեր հիմնական նպատակը նա է, որ ստեղծենք մեկ հարթակ, որտեղ քննարկվեն եւ լուծումների եւ մարտահրավերների մասին քննարկվեն տարբեր թեմաներ, որը հիմնականում բաժանվում է հետեւյալ ուղղությամբ, այսինքն մենք ավելի շատ խոսում ենք տնտեսության մեջ, տնտեսության տարբեր ճյուղերում, ինչպես կարելի է թվային տարբեր տեխնոլոգիաները կիրառել։ Եվ մասնավորապես վերջին տարիներին ակնառու է, որ մենք խոսում ենք արհեստական բանականությունից։ Այս տարի ինչ է հատկապես քննարկվելու, որոնք են այն կարևոր թեմաները, որոնք որ այս տարի վեր են հանվելու։ Շատ լավ, հիմնական 3 թեմաներ ենք առանձնացրել՝ արհեստական բանականություն եւ թվայնացում, կիբերանվտանգություն եւ խելացի թվային ենթակառուցվածքներ։ Ամեն տարի փորձում ենք մի քիչ թեմաները փոփոխենք, որ շատ նման չլինեն, բայց ընդհանուր գիծը նույնն է եւ 3 թեմաները կարելի ասել սահուն կերպով կապված են իրար։ Խոսենք նաև ֆորումի հիմնական նպատակից։ Ֆորումի նպատակը հավաքել հետաքրքիր շատ մարդկանց, ովքեր եւ էքսպերտ են իրենց մասնագիտությամբ, այսինքն թվայնացման, ավտոմատիզացման, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ նաեւ բացի այդ էքսպերտներից նաեւ փորձում ենք ներգրավել պետական տարբեր գործիչների, միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, քանի որ մենք եթե խոսում ենք թվայնացման ներդրմանը, թվային տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ճյուղերում, առանց այդ սիմբիոզի անհնար է, այսինքն մենք ինքներս մեր համայնքով եթե դնենք քննարկենք այդ թեմաները, դա անարդյունավետ է։ Մենք պետք է ստեղծենք հարթակ, որը ոչ միայն քննարկում է, այլ նաև լուծումներ առաջարկում տարբեր գերատեսչություններին, թե ինչպես կարելի է այդ ամեն ինչը իրականացնել եւ բնականաբար մասնավոր եւ պետական հատվածի համագործակցությունը, որը առանց դրա կարելի է ասել իմաստ չի ունենա նման հարթակները։ Պարոն Մուսայելյան, ֆորումը նախորդ տարվանից անցկացվում է արդեն տարին 2 անգամ, մեկը Երևանում, մյուսը մարզում։ Ինչպես որոշվեց անցկացնել ֆորումը նաև մարզում եւ դա ինչ նպատակ ունի։ Անցած տարի առաջին անգամ փորձ արեցինք Շիրակի մարզում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրականացրեցինք մեր առաջին մարզային ֆորումը եւ դրանից հետո հասկացանք, որ նախ արձագանքները շատ լավն էին, երկրորդը մարզում դա բերեց հետարքիր ակտիվության եւ որոշում կայացրեցինք միությունով, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության որևէ մարզում պետք է անցկացնենք Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումը եւ դրանից հետո արդեն ամփոփիչը Երևանում կանցկացնենք ավելի մեծ ֆորմատով։ Ու կարծում եմ շատ ճիշտ որոշում է եւ սա իր հետ բերում է տարբեր ոնց որ հետևանքներ, հա, դրական։ Այսինքն մենք մարզ գնում ենք, ակտիվություն ենք ապահովում, խոսում ենք մեր կրթական ծրագրերից, փորձում ենք այդ ծրագրերը ներդնել, մարզային ներկայացուցիչներ ենք, արդեն ունենք 4 տարբեր մարզից, համայնքներ ենք ձևավորում մարզերում եւ կարելի ասել այդ մշակույթով ենք փորձում կիսվենք եւ մեր փորձով։ Շատ լավ, ֆորումը արդեն մի քանի տարի է անցկացվում է, խնդրեմ նշեք այս տարիների ընթացքում ինչ խնդիրներ է վերհանվել եւ դրանց համար ինչ լուծումներ են առաջարկվել օրինակներով, եթե կարող եք նշել։ Նայեք, եթե նայենք մեր օրինակ այս տարվա 3 թեմաները, արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը եւ ենթակառուցվածքները, խելացի, իրան կարելի է նայել 2 տեսանկյունից։ Առաջին տեսանկյունը դա խնդիրն է, երկրորդ տեսանկյունը դա հնարավորությունն ու մարտահրավերն է։ Այսինքն եթե նայենք մեր Հայաստանում, մենք մեր երկրում ունենք այդ բոլոր ուղղություններով խնդիրներ, այսինքն բոլոր տեղեր ունենք բացեր։
բայց եթե նայենք որպես հնարավորություն, ունենք նաև շատ մեծ պոտենցիալ այդ ամեն ինչը ստեղծել նոր հավելյալ արժեք, ստեղծել նոր պրոդուկտներ եւ արտահանել դրանք։ Ու մենք հիմնականում կենտրոնանում ենք այդ հնարավորությունների վրա, որտեղ եթե մենք միայն խնդիրներից խոսենք, դա անհետաքրքիր ֆորում կդառնա։ Դրա համար մենք միջազգային փորձագետները գալիս են, կիսվում են նաև միջազգային փորձով, թե այլ երկրներում այդ խնդիրներին ոնց են մոտեցել, ինչ լուծումներ են տվել։ Թե ինչ ունենք արդյունք, կարելի է ասել մենք տարբեր միջազգային սպիկերներին փորձում ենք մեր տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպել B2B ֆորմատով, որտեղ արդեն իրանք քննարկում են, թե հնարավոր լուծումները ինչն է, որ տարբեր խնդիրները փորձենք փակել։ Պարոն Ուսալյան, այս տարի որտեղ եւ երբ է անցկացվելու ֆորումը եւ ովքեր են լինելու հիմնական մասնակիցները, ինչ հատուկ հյուրեր են լինելու։ Այս տարի իրականացնում ենք Չքնաղ Լոռվա մարզում Քուաֆ կենտրոնում, որը ամբողջությամբ կարելի ասել այդ մեր պատկերացումները իրականություն է դարձնում Silicon Mountains-ը, այսինքն մենք այդ Չքնաղ սարերի հենց մեջտեղում ենք լինելու, որտեղ եւ կրթական եւ տեխնոլոգիական տարբեր իրադարձություններ են տեղի ունենում եւ մենք արդեն մեր ֆորմատով, մեր ասելիքով ենք գալիս։ Ֆորմատը նույնն է, ելի հետարքիր բանախոսներ, հետարքիր շնորհանդեսներ։ Այս տարի շնորհանդես են անելու երկու բանախոսներ, մեկը անվանի ճապոնացի գիտնական, որը Global IT Award-ի 2024 թվականի հաղթողն է, եւ նաեւ զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ղեկավարը, որը ելույթ է ունենալու զբոսաշրջություն կամ թվայնացումը զբոսաշրջության շրջանի մեջ, այսինքն մենք էլի ոնց որ փորձել ենք այդ միքսը անենք, ստեղ էքսպերտ, որը խոսելու է մեր թեմաներից, եւ դրսից անվանի գիտնական, որը խոսելու է այն տեխնոլոգիաներից, որը դուրսը հեղափոխական է եղել։ Պարոն Ուսալյան, բնականաբար նման հարթակները տարեստարի գնալով ավելի կատարելագործվում են, ավելի արդյունավետ են դառնում։ Այս տարի ֆորումը ինչով է առանձնանում եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ֆորմատի առումով եւ բովանդակային առումով։ Նախ ինչ ունենք այս տարի, աննախադեպ քանակի գրանցված մասնակիցներ ունենք, քանի որ մեր միջոցառումը անվճար միջոցառումն է, գրանցումներով են գալիս եւ մենք ենք ինքներս հաստատում կախված ոլորտից եւ իր բանից, մասնագիտական թե ինչ positioning ունի, այսինքն ընկերությունում ինչ level-ի մարդ է եւ աննախադեպ գրանցումներ ունենք, եթե թվերով խոսեմ, մենք 700-ից ավել գրանցվող ունենք, որը մեզ ուրախացնում է, որովհետեւ եւ մարզում եւ նման ֆորմատի հանդեպ հետաքրքրությունը կարելի ասել մի քանի տարի առաջ այդքան մեծ չէր, իսկ այսօր գրեթե բոլորը արդեն տեղյակ են, մեր շրջանակներում բոլորը տեղյակ են, թե ինչ է Silicon Mountains-ը իրանից ներկայացնում եւ ցանկությունը շատ մեծ է, որ անձամբ գան հետևեն եւ այդ փորձը ստանան։ Դուք նշեցիք, որ մեծ թվով հայտեր կան, բայց ովքեր կարող են մասնակցել եւ արդյոք բոլոր հայտեր ներկայացրած մասնակիցները կկարողանան միանալ ֆորումին։ Իրականում ոչ բոլորը, քանի որ շատ լինում է, որ հետաքրքրությունը կա, բայց մասնագիտական կողմնորոշումը թույլ չի տալիս, որ իրանք կան այդ ամբողջությամբ հասկանան ինչի մասն են խոսում, մենք ինքներս հասկանում ենք, որ այդ բարձր տեխնոլոգիական ոլորտները միշտ չի որ շատ ընկալելի է եւ մեր նաեւ խնդիրը նա է, որ մենք ավելի մարդկային լեզվով մի քիչ խոսանք տեխնոլոգիաների մասին, որովհետեւ շատ տերմինաբանությունը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ հասկանալ, թե օրինակ նույն արհեստական բանականությունը իրանից ինչ է ներկայացնում։ Չնայած որ մեր առօրյա կյանքում մենք արդեն իսկ վերջին շրջանում անընդհատ օգտագործում ենք արհեստական բանականությունը, բայց մեր կողմնորոշումը հիմնականում արդյունաբերության մեջ եւ, չգիտեմ, բիզնեսներում օգտագործել նման տեխնոլոգիաները, դարձնել բիզնեսները ավելի թափանցիկ, ուղղությունները ավելի թափանցիկ եւ արդյունավետ։ Նրա համար կարծում եմ մեր աուդիտորիան ավելի շատ այն մարդիկ են, ովքեր քիչ թե շատ տեղյակ են ինչ է տեխնոլոգիաները եւ ուզում են հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա ստանալ նման մարդկանցից։ Իհարկե երիտասարդները նույնպես հնարավորություն ունեն գալու, նույն ուսանողները, բայց ավելի շատ գրանցվածները, երբ որ նայում ենք, ավելի մեր համայնքի ներկայացուցիչներն են։ Խնդրեմ եւս մեկ անգամ մեր հետևորդներին նշեք, երբ եւ որտեղ է տեղի ունենալու ֆորումը։ Մայիսի 15-ին Լոռվա մարզ, Քուաֆ կենտրոն, Silicon Mountains 2025 Լոռի,
մայիսի 16-ին էլ հետարքից մի հատ միջոցառում ունենք, ինքը ավելի փոքր է, ավելի կարճ է, բայց նվիրված է արդեն ստարտափերին, հիմնադիրներին կամ նրանց, ովքեր մտածում են, որ կարող են ստարտափ ստեղծել եւ այդ ուղղությամբ փորձել են երկու հետարքիր բանախոսի ներգրավենք, որոնք սովորեցնեն ինչպես ճիշտ pitch անել, այսինքն ընկերությունը ներկայացնել եւ շնորհանդեսի հմտությունները եւ նաեւ ինչպես ճիշտ վաճառքներ անել, որ ոչ միայն լոկալ շուկաները փորձեն գրավեն, այլ նաեւ գնան դեպի արտասահմանյան շուկաներ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։